Բարի երեկո, եթերում ուրվագիծն է, ես Պետրոս Ղազարյանը։ Ցելիոստատիոներ, դուք գիտեք, որ ժամանակակից աշխարհում առանց բանկային լուրջ գործիքների ապրելը կառավարելը մեր ցանկությունները, մեր ունեցվածքը, ամառային մեր հանգիստը շատ դժվար է եւ այսօր Ամերիա բանկը ստեղծում է նոր վարկ ստանալու հնարավորություն, որը կարող է նաեւ կապված լինել թե ամառային հանգստի հետ, թե ընդհանրապես նոր որակի վարկային հնարավորությունները նոր որակի բերելու հետ։ Գովազդային կարճ եւ թանկ վարքյանից հետո մենք կզրուցենք Ամերիա խմբի ընկերությունների խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանի հետ եւ կփորձենք հասկանալ թե ինչ վարկային նոր հնարավորությունների մասին է զրույցը եւ թե ինչպիսի հնարավորություն եք դուք ստեղծում ամռան հանգստից առաջ գումար հայթաթելու եւ մեր գաղ ջիրականությունից մի փոքր ժամանակով կտրվելու։ Այսպես երրորդատոներ մենք այսօր զրուցել ենք Ամերիա ընկերությունների խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանի հետ։ Ես ասեմ, որ Ամերիա բանկը առաջադրում է նոր վարկերի հնարավորություն, բարեկո պարոն Ջրբաշյան, շնորհակալություն հարցազրույցի համար։ Ինչ հնարավորության մասին է խոսքը։ Գիտեք, մենք բավական երկար ժամանակ փորձում ենք վերլուծել եւ այս մեր առանձնահատկություններից մեկը մեր խմբի հանդիսանում է, որ մենք իրականացնում ենք լայնամասշտաբ վերլուծություններ, փորձելու հասկանալ մեր պոտենցիալ հաճախորդները, ինչպիսի հետաքրքրություն ունեն, ինչպիսի պահանջարկ են ներկայացնում։ Եվ այդ վերլուծության ժամանակ պարզ դարձավ, որ կա մի հետաքրքիր հնարավորություն, որը տարբերվում է այսօր գործող մնացած բոլոր բանկային առաջարկից, դա մասնավորապես հետևյալն է, մենք ընկալեցինք, որ հաճախորդի վարկունակության գնահատման համար մինչև այսօր կիրառվող մոտեցումը, ինչը հիմնված է եկամուտների վերլուծության վրա, հա, եկամուտի թուղթ, հա, աշխատավարձի թուղթ են ասում, եկամուտի թուղթ են ասում, մեր համոզմամբ ինքը այդքան էլ արդյունավետ չի եւ չի թույլ տալի իրական պատկերը հասկանալ։ Որովհետև թե հաշվի առնելով ստվերային տնտեսության լայն մասշտաբները Հայաստանում, թե հաշվի առնելով մարդկանց եկամուտների ոչ լիիրավ ինֆորմացիան, որտեղ բավական մարդիկ կան, որոնք եկամուտները ստանում են տարբեր աղբյուրներից, ստանում են ինչպես եկամուտ բիզնեսից, լինում է եւ սևով են ստանում, նաեւ ստանում են տրանսֆերների միջոցով դրսից։ Համապատասխանաբար եկամուտները չեն արտահայտում մարդու իրական վարկունակությունը։ Եվ մենք փորձեցինք գտնել նմանատիպ խնդրի լուծումը։ Գնացեք, այսինքն եթե մենք վերցնենք գնահատականներով 40-50% թվերում, այսինքն կարելի ասել, որ դա մասսայական ինչ-որտեղ բնույթ է կրում։ Մարդկանց մոտ եկամուտների ճիշտ չարտահայտել է իրենց ապրելակերպը, այո։ Մենք կարծում ենք, որ հաճախորդների կամ պոտենցիալ մեր բնակիչների, մեր հաճախորդների ճիշտ այսպես կոչված վարկագիծը ավելի շատ բնորոշում են ոչ թե իր եկամտային ֆորմալ փաստաթղթերով հիմնավորված եկամուտները, այլ իրենց ծախսերը։ Այստեղ շատ կարևոր է ընկալել, որ մարդկանց իրական վարկագիծը վարկունակության տեսակետից ավելի ճիշտ է գնահատել հենց իրենց ծախսերի տեսակետով։ Մենք փորձեցինք այդպիսի վերլուծություն իրականացնել, վերջին 1 տարին այդ վերլուծական աշխատանքն էր լինում, փորձելու հասկանալ ինչքանով է մարդու ծախսային վարկագիծը բնորոշում իր վարկունակությունը, եւ հասկացանք, որ մենք այսօր ունենք մի ունիկալ հնարավորություն, որը նաեւ կապված է նրանով, որ մենք ունենք ամենալայն տարածված այսպես կոչված վճարային տերմինալների համակարգը, այն խանութներում, որ քարտերը վճարում են կատարում, այդ թվում նաև հաշվի առնելով, որ մեր գործընկերները տեխնիկական մասով, IT մասով լուծումներ մեզ տվեցին, որ այսօր մեզ թույլ է տալի վերլուծել մեր ցանցում իրականացված գործարքների ծավալը։ Իսկ հաշվի առնելով, որ անկանխիկ շրջանառության մեջ Ամերիաբանկ առաջատարն է Հայաստանում, քարտային անկանխիկ շրջանառությամբ մեր քարտերով իրականացվում է Հայաստանում գրեթե 25%-ը ամբողջ անկանխիկ շրջանառության։ Իսկ մեր քարտերը իրանցով ամենաանկանխիկ շրջանառություն ունեցող քարտերն են, հա, որովհետև մեր քարտերը իրականացվում է տարեկան մեր քարտերով միջինում 32%-ը մեր քարտերի գործարքների լինում է անկանխիկ։ Մինչդեռ օրինակ բանկային համակարգում ամենալավագույն ցուցանիշները դա չեն գերազանցում 10%-ը։ Հետապես մենք ունենք բավական հարուստ տվյալների բազա հասկանալու տվյալ անձնավորությունը, ինչպիսի ծախսային վարկագիծ ունի։ Եվ համապատասխանաբար այսօր հանդես են գալի մի առաջարկով, որը մենք հույս ունենք բավական հետաքրքիր կլինի մեր բնակիչներին, մեր հայրենակիցներին, որ մենք չենք ուզում ոչ մի եկամտի թուղթ, նրա համար որ գնահատենք վարկունակությունը եւ վարկ տրամադրենք։ Մենք ասում ենք
ներկայացրեք ձեր քարտը, մենք ձեր քարտի միջոցով կգնահատենք ձեր ծախսային վարկագիծը, մասնավորապես հաշվի առնելով, որ ինչպես ասացի, մեր վճարային տերմինալները գտնվում են Հայաստանի գրեթե բոլոր խոշոր սուպերմարկետների ցանցերում։ Մենք միանգամից կարողանում ենք հասկանալ տվյալ քարտով ինչպիսի գործարքներ են արվում ամսական, ինչ ծավալներ են այդ գործարքները եւ ըստ դրա մենք դες կտրամադրենք բավական լավ պայմաններով եւ մի քանի պատիկներով ձեր ծախսային գործարքների։ Մինիմալ պահանջը, որը պետք է լինի, որ ձեր ամսական ծախսերը անկանխիկ լինեն 80,000-ից ավել։ Եթե դուք ունեք 80,000-ից ավել անկանխիկ գործառույթներ, դուք կարող եք դիմել եւ համապատասխանաբար ըստ ձեր վարկային պատմության, միջև այսօրս ձևավորված կամ ընդհանրապես բացակայության, հնարավոր է որ դուք ընդհանրապես երբեք վարկ չեք ունեցել, ասեմ որ բավական մեծ քանակով մեր մոտ բնակիչներ կան այդպիսին, մենք միայն ձեր ծախսային վարկագիծը վերլուծելով կտրամադրենք ձեզ 6-ից մինչև 10 պատիկ ծավալով վարկեր, որոնք հիմնավորված կլինեն միայն ձեր ծախսային պատմությամբ։ Սա իմ կարծիքով շատ ավելի ճիշտ մոտեցում է գնահատելու վարկունակությունը, քան թե հիմնվել աշխատավարձի թղթերի վրա, այն էլ մանավանդ մի մասը դրանց կարող են եւ կեղծ լինել, մի մասը դրանց չեն արտահայտում իրական աշխատավարձը, իսկ իրականում մարդու վարկագիծը արտահայտում է ծախսը։ Բայց ասեք, դա ճիշտ կլիներ մի երկրում, որտեղ շրջանառությունը, ասենք 95%, 98% ոչ կանխիկ է։ Մեր դեպքում արձեր փողը շատ ավելի մեծ շրջանառություն ունի, քան կասենք քարտերով շրջանառությունը։ Հետևաբար արդյոք էլի մի մեծ սեգմենտ դուրս չի մնում այս պատմությունից։ Նո առաջին հերթին իհարկե մնում է, բայց ցանկացած բանկ ունի իր թիրախային սեգմենտը այն բնակիչների, այն պոտենցիալ հաճախորդների, որի վրա ուղղված է։ Մեր գնահատականը եւ մեր դիրքավորումը շուկայում այնպեսին է, որ մեզ հետաքրքրում է այն թիրախը, որտեղ մարդիկ օգտագործում են իրենց քարտերը վճարումներ կատարելու, այդ մարդիկ են, որոնք ստանում են իրենց աշխատավարձը մեծ մասամբ անկանխիկ ձևով, այլ ոչ թե կանխիկ ձևով, սակայն մեծ մասը դրան այդ մարդկանցից այդ գումարը փորձում է միանգամից կանխիկացնել եւ իրականացնել կանխիկ շրջանառություն։ Մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, գիտեք ինչ, եթե դուք այդ գումարը անկանխիկ օգտագործեք, նա նաև ձեր համար կստեղծի այսպես կոչված վարկային պատմություն, վարկունակությունը ձեր կբարձրանա։ Դեռ մոտ 10 տարի առաջ, մոտ ավել 10-15 տարի առաջ, ես երբ որ Միացյալ Նահանգներում էի, ինչպես եւ բոլոր մեր հայրենակիցները ունեն բավական մեծ քանակով բարեկամներ, որոնք ապրում են Միացյալ Նահանգներում, շատ հետաքրքիր ֆենոմեն էր։ Իմ բարեկամները, եթե ես ինչ-որ մի բան էի ուզում գնել կամ ձեռք բերել այնտեղ խանութներից, դե տարբեր բաներ ես ձեռք բերում, մանավանդ պատկերացնում եք 15 տարի առաջ, ինձ ասում էին, դու գիտես ինչ կա, քո կանխիկ գումարը ինձ տուր, մեր քարտով մենք վճարենք։ Որովհետև իրենց ամեն մի նմանատիպ գործարքը անկանխիկ ձևով իրենց քարտով կատարած իրենց հարստացնում է իրենց պատմությունը եւ ինչ որ կուտակելով մի ծավալ պոտենցիալ վարկառ բանկը միանգամից իրեն առաջարկում է, ասում է, գիտես ինչ կա, մենք տեսել ենք, որ դու բավական լավ ծախսում ես, արի մենք քեզ եւս վարկ առաջարկենք, որովհետև տեսնում ենք, որ քո ծախսերը բավական ծավալով մեծ են։ Ես կարծում եմ, որ դա հայտնություն չի, մենք ինչ որ նորություն չենք արել ամբողջ աշխարհի բանկային համակարգում։ Մենք առաջարկում ենք մեր հայրենակիցներին անցնել ավելի քաղաքակիրթ մեթոդի վարկունակության գնահատան։ Հասունացել է մեր մոտ հասարակությունը։ Չեմ կարծում, որ շատ մեծ ծավալ կլինի, բայց որ այն թիրախը, որին մենք ուղղված ենք եւ որի համար մենք դիրքավորվել ենք շուկայում, որը դա միջին եկամուտներ ունեցող, միջին եւ բարձր եկամուտներ ունեցող բնակչությունն է, այո, այդ միջին եւ բարձր բնակչություն ունեցող եկամուտներ ունեցող բնակչությունը, այո, նա հասունացել է եւ այդ պահանջը շուկայում կա։ Մեր մի քանի հարցումները այս 1 տարվա ընթացքում ցույց են տալիս, որ մարդիկ շատ ավելի հոգնել են այդ աշխատավարձի թղթեր շատ անգամ ոչինչ չարտահայտող տրամադրելուց, այդ վազվզոցից, քան թե ծախսերի վրա հիմնված գնահատման եւ վարկունակության գնահատման։ Կարծում ենք պահանջարկ ունենա։ Այսինքն, եթե մարդ ուզում է վարկ ստանա, այլևս նրա համար աշխատավարձի եկամտի փող պետք չի։ Բերում է քարտ, ասում է, արեք, ստուգեք, ես ինչ գործողություն եմ կատարում։ Ես ինչպեսի ծախս եմ անում, եւ համապատասխանաբար մենք շատ ավելի գնահատում ենք այդ քարտը, իր անցած ծախսերը, հա, անցած 6 տարվա մասին, քան թե այն թուղթը, որը կբերի։ Ես կարծում եմ, այդ փոփոխությունը, որը մենք առաջինը ներկայացնում ենք շուկայում, շատ ավելի առողջ է, շատ ավելի խրախուսող է։ Եվ մոտ է իրականությանը։ Եվ կարևորը այո, ես կարծում եմ, որ դա ավելի մոտ է իրականությանը, որտեղ մարդը եկամտի մեջ միշտ զսպված է իրեն պահում։ Ոչ բոլոր մարդիկ են պատրաստ
կիսվել իրանց եկամտի աղբյուրներից, մանավանդ եթե այդ եկամտի աղբյուրները շատ տարատեսակ, տարաբնույթ, ինչպես արդեն խոսեցինք։ Բայց երբ որ մարդը ծախսում է, մարդը ծախսելը շատ ավելի հանգիստ է։ Հասկանալի է, թե որտեղից ինչքան ինչինա տրամադրել։ Այո, այդ իմաստով մենք կարծում ենք մեր առաջարկը կգտնի պահանջարկ, կարծում ենք, որ սա կլինի նաև նոր մոտեցում, հույսով եմ, որ կարծում եմ մեր մրցակիցները նույնպես կարձագանքեն նմանատիպ մոտեցմանը եւ մենք փորձենք մի մակարդակ բարձրացնել մեր հաճախորդների սպասարկման եւ հաճախորդների գնահատման, վարկունակության գնահատման մեխանիզմը ընդհանրապես որակական փոփոխություն կլինի անցում կատարելով անկախիկ շրջանառության։ Նաեւ իհարկե ոչ քիչ կարեւոր է, որ մենք խրախուսում ենք ել ավելի զարգացնել անկախիկ շրջանառությունը։ Սա նույնպես մեր հետաքրքրություններից մեկն է։ Հաշվի առնելով, որ մենք անկախիկ բանկ ենք, այսպես կոչված, հա, անկախիկ շրջանառությունը մեր մոտ շատ մեծ ծավալ է հետապնդում։ Մենք նաև լրացուցիչ եկամուտ ենք ստանում, իհարկե, այդ անկախիկ շրջանառությունը զարգացնելուց։ Ինչքան մեծանա, մեզ ավելի հետաքրքիր է։ Դա է պատճառը նաև, որ տվյալ պարագայում մենք ունենք բավական մատչելի տոկոսադրույքներ, իհարկե տոկոսադրույքները կախված են տվյալ անձի վարկունակության աստիճանից եւ իր սեգմենտից, բայց այն, որ մեր տոկոսադրույքներն են շատ մրցակցային, դա նաև որոշ իմաստով պայմանավորված է նրանով, որ եկամուտը նաև գեներացվում է այսպես կոչված ոչ անկախիկ շրջանառությունից։ Այսինքն քանի տոկոսով վարկ կտակ, դա կախված է թե ինչ շրջանառություն կունենա նրա քարտը։ Ոչ թե նրա շրջանառություն կունենա նրա քարտը, այլ ինչ սեգմենտին է պատկանում, արդեն տեղ գնահատվում է տվյալ անձի աշխատանքը, տարիքը, շրջանառությունը, այո, իհարկե, գնահատվում է իր հետաքրքրությունը։ Օրինակ, կան հաճախորդը կարող է տվյալ քարտից բացի մենք կարողանանք իրեն առաջարկենք այլ պրոդուկտներ, մենք ունենք ամենալայն շարքը, հա, ֆիզիկական անձանց համար առաջարկվող պրոդուկտների, հենց այդ սեգմենտի համար, սկսած ավտովարկերից, իպոթեկային վարկերից, սպառողական վարկերից, եւ եթե մենք տեսնում ենք, որ տվյալ անձնավորությունը հնարավորություն ունի այսպես կոչված քրոս վաճառքների, հա, միջնորդավորված վաճառքների միջոցով գեներացնել լրացուցիչ եկամուտ, իհարկե պատրաստ ենք ավելի մատչելի տոկոսադրույքների, որովհետեւ դա նաեւ մեզ հետաքրքիր է այդ հաճախորդը որպես հաճախորդ։ Դուք ասիք վեցնապատիկ, եթե 80,000, հա, եթե ասենք մարդը ունի, ասենք 8 միլիոն դրամի, դա ինչ-որ բան փոխում է թե չէ։ Իհարկե փոխում է, բայց ես կրկնեցի, մենք ընդ հաշվարկները մեր այնպեսին են արված, որ մենք հիմնվում ենք իրեն պատմության, մարդ կարող է 8 միլիոն դրամի շրջանառություն ունենա եւ որևէ մեկ անգամ տվյալ շրջանառության, տվյալ վարկի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել բանկային համակարգում։ Մենք այդ մարդը պատրաստ ենք անգամ տասնապատիկ տալ իր շրջանառությանը։ Այստեղ ոչ այնքան գումարն է կարևոր, հա, մեծությունը, ինչքան մարդու վարկագիծը։ Մենք փորձում ենք անցում կատարել ստատիկ գնահատումներից, որը մեր երկրում շատ ամենատարածվածն է եւ միակն է այսօր։ Ստատիկ գնահատում են, հա, տեսնում են եկամտի այսօրվա թուղթը եւ դրա հիման վրա ինչ որ եզրակացություն են անում։ Բազմապատիկ գումարում են, ստանում են ինչ-որ թիվ։ Բայց դա այսօրվա վիճակն է։ Մեզ ավելի շատ ոչ թե հետաքրքրում է այսօրվա գումարները, այլ այդ կենսագրությունը։ Մարդը ինչպես է իրեն վարել վարկային պրոդուկտները սպասարկելից։ Օրինակ, եթե մարդը չունի ընդհանրապես վարկային պատմություն, մենք իրեն վեցապատիկ ենք առաջարկում, որտեղ ձեր ծանոթ չենք, դեռ չգիտենք իր պատմության մասին։ Եթե մարդը օրինակ ունի 3 տարվա վարկային պատմություն, 3 տարվա համար ոչ մի պարտաճանաչ խնդիր չի եղել։ Միշտ պարտաճանաչ կատարել է, ոչ մի ուշացում չունեց, մենք իրեն տասնապատիկ ենք առաջարկում։ Խնդիրը այդպեսին է։ Մենք ավելի շատ հիմնվում ենք դինամիկ ցուցանիշների վրա, որը մեր կարծիքով եւս լրացուցիչ գումարվում է առավելությունների մեջ, հա, որտեղ ստատիկ գնահատականը, որը այսօր արվում է, ինքը չի բնորոշում մարդուն։ Նրանից որ մարդը այսօր շատ լավ 3 ստացել է լավ աշխատավարձ, հա, փոխել է աշխատանքի տեղ եւ ստացել է լավ աշխատավարձ, դա չի բնորոշում։ Ինքը պարտաճանաչ։ Դա չի նշանակում, որ ինքը շատ պարտաճանաչ միջև հիմա վարկառու է եղել։ Հետապես այստեղ այդ դինամիկը 1 ծախսերը 2 ինքը իրար հետ միասին ստեղծում է բավական հետաքրքիր պրոդուկտ։ Կա մինիմում եւ մաքսիմում շեմ։ Կա իհարկե մինիմում մաքսիմում շեմ, մեր մոտ մինիմում 150,000-ից նվազագույնը մինչև 1,500,000 դրամ։ Ես նայում եմ տեղեկանքը ամառային հանգստին ընթառաջ։ Կապ ունի այս ամեն ինչ ամառային հանգստի հետ։ Կարծում եմ, որ պահանջարկը այսպես կոչված վարկային օվերդրաֆտների գոյանում է վարկային ամառային հանգստից առաջ, որովհետև մարդիկ ճամփորդում են, համապատասխանաբար ճամփորդելիս դու ունենում ես խնդիր
ապահովագրված լինես չնախատեսված ծախսերից եւ համապատասխանաբար փորձում ես քո վարկային գիծը, վարկային վարկունակության սահմանները ավելացնես, նրա համար որ գտնվելու ես արտասահմանում եւ կարող է անհրաժեշտություն ունենալ լրացուցիչ ծախսերի։ Եվ սա այս իմաստով իհարկե շատ կարեւոր է, որ այստեղ ոնց որ նոր պատոհան է բացվում, նոր հնարավորություններ են ստեղծվում մեր հաճախորդների համար օգտագործել այս մեխանիզմը եւ ստանալ լրացուցիչ վարկային ռեսուրսներ։ Ասեմ իհարկե, որ մենք բացի այդ ամենից փորձել ենք ստեղծել նաև ունիկալ առաջարկություն մեր վարկերի սպասարկման տեսակետից, ինչը վերաբերվում է նրան, որ մենք ազդարարել ենք, որ մեր ամեն վարկ, ամեն քարտ իր հետևում ունի մարդ։ Այսինքն մենք, եթե լսել եք մայիսի 5-ից, սկսեցինք սպասարկել մեր կոնտակտ կենտրոնը, սկսեց սպասարկել 24/7 ժամ տարբերակով։ Միշտ ցանկացած պահին վարկի հետ քարտի հետ գոյացած ցանկացած խնդրի դեպքում մեր հաճախորդը վստահ է։ Ենթադրենք արտասահմանում ես իմ քարտը կորցրել եմ կամ գողացել են։ Դուք վստահ եք պատահում է։ Միանշանակ ես կարծում եմ շատ մարդկանց մոտ կան գոյացել են խնդիրներ եւ ոչ միայն կորցնելու, դա ամենավատագույն տարբերակն է։ Եղել են դեպքեր, որ փորձում եք գործարք կատարել վճարել քարտով, չի ստացվում։ Խանութում շատ անհարմար վիճակ, երբ որ դու փորձում ես քարտով վճարել, վստահ ես, որ այնտեղ գումար կա եւ չի աշխատում քարտը կամ բոսը չի աշխատում կամ մոտեցել ես բանկամատից խուլ ա տվել կամ հյուրանոցում պետք է վճարում կատարես, արդեն մնացել ես ամբողջ ժամկետը, վերջում վերջնահաշիվ պետք է անես, մոտենում ես քո քարտով, հայտնաբերում ես, որ քարտով չի դնում վճարում կատարել։ Այդ խնդիրները շատ լուրջ եւ շատ ստրեսային են, մանավանդ երբ որ դու գտնվում ես արտասահմանում, երբ որ չկա կողքդ մարդ, որից կարող ես այդ պահին գումար վերցնես, ինքը բավական լուրջ ստրեսային իրավիճակ է։ Կարող եմ ասել, որ մեր քարտերը ամսի 1-ից հետո, մայիսի 1-ից հետո, իրանք այդ 24/7 ժամը ոչ թե գրված ինչ որ բան է, այլ ցանկացած քարտի հետևից կա մարդ։ Ձեր ցանկացած զանգ 56 11 11 համարով միանգամից պատասխան է ստանում։ Եվ մեր 24 ժամ 7 օր առանց արձակուրդների, առանց տոնական օրերի, առանց որևէ ժամի։ Մանավանդ դա կարևոր է մեր հայրենակիցների համար, որոնք ճամփորդում են հեռու տեղեր, որտեղ ժամային տարբերություն կա, եւ մենք ստացել ենք եւ գնահատել ենք այդ իրավիճակները եւ բողոքները, երբ որ մարդիկ զանգ են տալի, մեկ էլ հայտնաբերվում է, որ աշխատանքային ժամ չի, կամ զանգ տվեք առավոտյան, մեր մոտ նմանատիպ խնդիր չկա։ Իմ հետ մի անգամ եղել է այդպես։ Դե կարծում եմ, որ այդ ոչ միայն ձեզ հետ է եղել, այլ ընդհանրապես մեր հասարակությունում մանավանդ այն մարդկանց համար, որոնք ճամփորդում են, այդ իրավիճակը միշտ հնարավոր տարբերակ է, հավանական տարբերակ է։ Եվ դա համար, որ մենք խրախուսենք մարդկանց եւս վարկային ռեսուրսներով եւ մեր քարտերը լինեն ավելի հետաքրքիր, մենք այդ 24/7 ժամը ներդրեցինք, որի արդյունքում այսօր դուք վստահ եք ցանկացած խնդրի դեպքում զանգահարում եք 56 11 11 եւ այնտեղ կա մարդ, որը դիրություն է անելու ձեզ սկզբից մինչև վերջ։ Տալու է ձեզ լուծումներ, անգամ ամենաբարդ իրավիճակներում, երբ որ օրինակ գողացել են ձեր քարտը։ Եվ այնց է գործում այս համակարգը։ Արդեն գործում է։ Արդեն գործում է, այո, մենք հենց այս ժամին կարող են մեր հանդիսատեսները զանգահարել 56 11 11 եւ ներկայացնել իրենց խնդիրները մեր քարտերի հետ կապված։ Չէ, նկատի ունեմ քարտը ստանալու, այլ որ գան վարկ վերցնեն, ներկայացնեն։ Արդեն գործում է, այո, արդեն գործում է եւ գործելու է մենք որտեղ ամառվա սեզոնը արդեն իհարկե արդեն գործում է, մոտավորապես գործում է արդեն մոտ 2 շաբաթ է եւ ունենք գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը, սա փորձնական շրջանն է, ուզում ենք տեստ անենք իրականում մեր տեսական վերլուծական աշխատանքը ինչքանով էր կյանքում իրականությանը համապատասխանում։ Իհարկե, եթե արդյունքը լավ լինի, կշարունակենք։ Քանի որ արձակուրդ գնալուց առաջ ժամկետը, ինչ ժամկետում են արվում այս ողջ process-ը, ասենք մարդ եկավ, ձեզ տվեց իր քարտ, ասեց, այն վարկային կենսագրությունը։ Դրանից հետո 1 օր։ 1 օր, այո։ 1 օրվա մեջ ձեզ, եթե դուք մեր հաճախորդն եք, ձեր քարտի վրա հենց կդրվի վարկային գիծը, եթե մեր բանկի հաճախորդը չեք, այդ նույն ժամկետի ընթացքում ձեզ կտրամադրվի մեր քարտը եւ այդ քարտի վրա կբացվի ձեր վարկային գիծը։ Overdraft-ը բացվում։ Այո, overdraft-ը բացվում ըստ ձեր ծախսերի։ Ինչքան կծախսեք, ինչքան ծախսում եք։ Եվ դա նաեւ հետաքրքիր է, որ եթե գնահատում եք, մարդկանց նաեւ խրախուսում է այդ ծախսերին։ Օրինակ, ելի հետաքրքիր վերլուծություն, մենք հանդիսանում ենք ամենագլոբալիզացված բանկը Հայաստանում։ Մեր քարտերով ամենամեծ ծավալն է իրականացվում ոչ հայկական
անկախիկ շրջանառության տեսակետից։ Մեր քարտերով շատ մեծ է տեսակարար կշիռը դրսում կատարված գործարքների, դա էլ նաև որոշակի հիմք էր կապել այս ամենը արձակուրդային սեզոնի հետ, որտեղ մեր քարտերով շատ մեծածավալ է, երբ որ անում են մարդիկ դրսում։ Եթե գաղտնիքի տոկոսները ինչքան են։ Վարկերի նկատի ունենք։ Որտեղ մարդկանց համար երկրորդ անհասկացնքային բանը դա։ Ну, սենց ասեմ, ինչպես ես ասացի, իրանք տարբեր են, հա, կարող եմ ասեմ, որ սկսեն մոտավորապես 17-18%-ից մինչև 20-22% նայած ինչպես։ Նայած կենսագրությունը ինչպեսին է, բայց ելի մենք պատրաստ ենք քննարկել բանակցային պայմաններով, եթե իհարկե հաճախորդը հետաքրքիր է, ինչպես ես ասացի, արդեն կրոս պրոդուկտների վաճառքի տեսակետից։ Որպես ինֆորմացիա ասեմ, որ մենք այս 6 ամսվա ընթացքում մենք ունեցել ենք գրեթե 50% աճ նոր քարտերի տրամադրման։ Ընդհանրապես մենք շատ ագրեսիվ ենք տրամադրված քարտային բիզնեսում, որտեղ մեր ռազմավարական խնդիրներից մեկը նաև այսպես կոչված retail, հա, մանրածախ բիզնեսի զարգացումն է, այս տարվա եւ դա հեռանկարային մեր ծրագրի մեջ է մտնում, եւ համապատասխանաբար մենք 50% ունեցել ենք եւ քարտերի քանակով, հա, աճի, եւ շրջանառության տեսակետից շուրջ 45% աճ է տվել միայն այս 6 ամսվա ընթացքում։ Քարտային շրջանառություն։ Այո, քարտային։ Ես հա բնականաբար կխթանի։ Հույս ունենք, որ կխթանի, ինչպես կխթանի նոր քարտատերերին, այնպես էլ մեր գոյություն ունեցող քարտատերերը կգրադասեն ավելի շատ անկախիկ շրջանառություն անել, որ ստանան լրացուցիչ վարկային հնարավորություններ։ Ցանկացած Ամերիաբանկի մասնաճյուղ կարելի է մտնել։ Այո։ Դուք գիտեք մեր սկզբունքը, մենք մի անգամ դրա մասին խոսել ենք։ Մենք սկզբունքային մոտեցում ունենք, որ մեր բոլոր մասնաճյուղերը գտնվի դա Քաջարանում կամ Ստեփանակերտում, թե գտնվի դա Երևան քաղաքի Հասայատնովա փողոցում, նրանք տրամադրում են նույնատեսակ, նույնանման, նույն պայմաններով, նույն ինֆրաստրուկտուրայով եւ հնարավորություններով ծառայություններ։ Մենք բավական մեծ ներդրումներ ենք դրա համար անում, որ ապահովենք այդ այսպես կոչված customer experience են ասում անգլերեն, հաճախորդի փորձառությունը։ Հաճախորդը չպետք է զգա տարբերություն մտնելով օրինակ Քաջարանի մասնաճյուղ եւ հետո Սայատնովայի վրայի մասնաճյուղ։ Եվ համապատասխանաբար բոլոր մեր առաջարկությունները գործում են մեր բոլոր մասնաճյուղային ցանցի ներքո։ Իսկ ժամկետ ինչքան ժամանակով են տրվում վարկերը։ Էլի մասնավորից է կախված, որովհետև կախված իր վարկունակությունից եւ վարկային շրջանառությունից ժամկետը կարող է տատանվել, հա, 1 տարի, 2 տարի։ Ինքը օվերդրաֆտ է։ Եվ այդ օվերդրաֆտը դուք մարում ես։ Մարում ես հետո էլի ասենք կարող մարի, էլի օգտագործի։ Այո, եւ դա շատ Գիտեք ինչ, մենք պետք է սովորենք, որ այդ օվերդրաֆտի պրինցիպը, երբ որ քեզ այսօր գումար պետք չի, բայց դու ուզում ես ապահովագրված լինես նրանով, որ երբ որ այն պահին, երբ որ քեզ պետք լինի այդ գումարը, ինքը քեզ համար միշտ պետք է հասանելի լինի։ Այս ամենակարևոր էլեմենտն է վարկունակության գնահատման, որտեղ դա թույլ է տալի մարդկանց մի քիչ ավելի ամուր կանգնել հողի վրա, միշտ վստահ լինել, որ իրենց այդ հնարավորությունները միշտ ընձեռնված են։ Եվ այդ իրենց եկամուտների եւ ծախսերի ավելացումը միշտ պետք է արտահայտված լինի իրեն հնարավորությունների մեջ։ Պայման չի, որ անպայման պետք է ծախսես այդ գումարը, հա։ Ապահովության համար։ Բայց ապահով լինես, մանավանդ ես ասեցի, եթե դու արտասահման ես գնում, դա միանշանակ կարծում եմ ցանկացածը կկիսեք այդ կարծիքը, որ արտասահմանում դու ուզում ես մի քիչ ավելի վստահ լինես, որ անհրաժեշտության դեպքում ձեռքդ գումար կա, եւ եթե քեզ ինչ-որ մի բան շատ դուր է եկել, կարող ես գնես, ուզեցել ես մի հատ հետարքիր ռեստորան կամ հետարքիր կաֆեում երեկոն անցկացնես, դու կարող ես դա քեզ թույլ տալ, այլ ոչ թե վախենալ, որ քո մոտ Դե եթե արտասահման գրացողների համար ուրեմն վարկերը կան շատ չլինեն, եթե Ծաղկաձոր, Դիլիջան բան, Ջերմուկ այնտեղ վարկերը պետք է մեծ լինեն։ Դա արդեն կախված է մեր ներստեղ ավելի թանկ է։ Դե նայածը որտեղ է իհարկե հանգստանում, բայց անկախ ամեն ինչից այդ վստահությունը քո կարողությունների մեջ շատ կարևոր է իմ կարծիքով։ Շելերստատողներ եւ այսպես հանգստից առաջ Ամերիաբանկը ձեզ նոր վարկային հնարավորություններ է ստեղծում ձեզ համար, ընդ որում ոչ թե ձեր աշխատանքի տեղից բերած եկամտի հիման վրա, այլ ձեր ծախսերի վրա, ճիշտ է, այդ ծախսերը պետք է լինեն անկախիկ եւ քարտով եւ ըստ էության այդ քարտը 24 ժամ սպասարկելու է, ինչը այդ խնդրը ես ինքս եմ ունեցել, շատ կարեւոր է, երբ որ դու գիտես 24 ժամ քո քարտին բանկը տիրություն անում։ Շնորհակալություն պարոն Ջիբաշյան հետաքրքիր զրույցի համար։ Մենք կհանդիպենք, տեսություն։